Աղջիկներս բարի օր, այսօր վլոգը սկսում եմ 6-ից հետո, ոնց որ ասած, ու որոշել ենք գնանք մի քիչ զբոսանքի, չգիտեմ թե ուր, իմ սիրած մռայլի եղանակն է, այդ նշանակում է, որ ես ուրախ եմ, ու իմ համար ամենահաճելի պահերն է, երբ որ ահա որ ուժեղ անձրև է, ու ես ունեմ տաք սուրճ, ես ամուսնյակիս հետ եմ, ու մենք այդ լավ անձրևին քշում ենք մեքենա, այդ իմ համար պրոստը ռելաքսի մի ձև է, ստրեսից դուրս գալու մի ձև է, շատ եմ սիրում այդ պահերը, հիմա հուսով եմ, որ դուրս գանք անձրև կգա, պետք է պայմանավորվեմ, էլի եղանակի հետ, գնամ ցույց տամ Արտուրը ռիփսերը երեկոյան դրել էր սենց լավ իր ձևերով ֆարշեր բռնել, բաստուրմա էր դրել, հիմա դնում ենք ջեռոցը, մի փոքր մի բան կուտենք, դրսում է կսրճենք, ես ամեն դեպքում հետս կվերցնեմ սուրճ, որտեղ այս մի քիչ անկանխատեսելի է, էլի կարող է օրինակ, չգիտեմ, բոլոր տեղերը փակ լինեն, այդ օրը ինչ-որ չաշխատեն, որտեղ մեզ հարմար է երեխեքի հետ տեղ չլինի, մի խոսքով գործոններ, ֆակտորներ կա, որոնք հաշվի առնելով ես միշտ իմ զալատոյ զապաս սուրճ ունենում եմ, վերջ գնում եմ պատրաստվեմ, լուքս ձեզ ցույց կտամ մաքսիմալ սպորտային ու դուրս գանք։ Այս ռիփսերն են, դա մի արա հրացակս, հեսա ու կարտոշկա է հետը սարքում, չեք պատկերացնի ինչ անուշոտ է գալիս, լավ նադա, հա, իմ տղեն միշտ շատ է սիրում։ Դի հետ գնում ենք խանութ, Դավիդը միշտ պատրաստ է տենց ողջույնների, գնանք խանութը չփակվի, մինչև դուրս գանք, չէ դա։ Շո գնացինք, ուր ենք գնում։ Lidl, Colorite, Action։ Action։ Լավ հələ կմտածենք, օքեյ, գնացինք։ Դավիդը Colorite ենք եկել։ Դոնատ եք ուզեմ, դոնատ։ Դոնատ, օքեյ։ Գնումները արեցինք։ Հիմա գնում ենք։ Ոնց խառը բաներ ենք վերցրել։ Գնանք տուն ցույց կտամ։ Շատ պոպուշ այգի էլ մենք ունենք այստեղ։ Մի օր անպայման կգանք անենց սառնաոթը, խայտարակ վիճակը։ Այստեղ սկուտեր տեղը։ Գնանք այսօր։ Եկանք ընթրիքը պատրաստ արդեն։ Արագ գնումները ցույց տամ, ավսյանկա եմ վերցրել, այն օրը խանութից չվերցրեցի, որովհետև շուտ է փողները չեմ առնում, շաքարավազ, քաշովի անձեռոցիկ, կաթ երեխեքին, սենց սառը սուրճի համար այս եմ վերցնում, համը լավն է, շատ դառը չի, դրա համար եմ վերցնում, նեստ կաֆե եմ վաբշե սիրում, բայց այս տարբերակը մի քիչ ավելի մեղմ է դառնությունը ու նեստ կաֆեի համին մոտ է, դրա համար եմ տենց վերցնում, այս Pringlesից եմ վերցրել, վերջապես կարդացել եմ վրան, նոր եմ վերցրել, ասում է վրան գրված է իմ առեղծվածային համը, հիմա բացելու ենք, տեսնենք, այսպիսի M&M's 5 հատ էր, երկուսը վերացրել է Դավիդը արդեն, այսպես գրիլ արված համեղություն հուսանք, կնոպրսներ շատ եմ սիրում, վաֆլիներ Արտուրն է սիրում, այս Դավի համար է, շատ փափուկ երեխեքին էլ եմ 100-ից 1 տալիս, ինքը ոնց փափուկ գոֆրեներ է, յոգուրտ, ինչի եմ սենց վերցնում յոգուրտը, որովհետև այն փոքրերը տարբեր համերի է լինում, Դավիդը սիրում է ելակի համի, երեխեքը սիրում է ելակի համի, դրա համար սենց եմ վերցնում, որտև այն մնացածը թափում եմ ստիպված, այսինքն դեղց, մալինա, մոշի համա լինում, տարբեր համեր է լինում,
Դրանք թափում եմ։ Մածուն, սմետաններ, հավ, կաթ, կակաո, սմետանները չես տվեցի, ու Դավիդին տենց հարիբը։ Այս քանի համար մոտավորապես մի 30 եվրո։ Հա, մի բան էլ եմ ուզում ասեմ, վերցնում եմ այս հյութերը, այստեղի ոչ կոլան, ոչ ֆանտան, ոչ սպրայտը չի համապատասխանում Հայաստանում սպրայտի, կոլայի ու ֆանտայի համին։ Կարծում եմ ջրի խնդիր է։ Այս միակ սոկն է, որ ես նմանացնում եմ Հայաստանի ֆանտային չէ, սպրայտին կներեք։ Ու դրա համար միշտ ես եմ վերցնում, ինքը ահավոր մատչելի է, մի եվրո չկա, բայց շատ լավն է։ Այսքանը արագ տեղավորեմ, հուսով եմ բան չեմ մոռացել, հա, ներքևում ջուր ունենք։ Այս իրական չի պրոստը, որտեվ էս էլ է գծու։ Okay, էլ չեմ առնի, կառնեմ ֆիքսված, որը որ գիտեմ։ Ինչ համյա վրա նշված է դա։ Այն տարբերակը սև էր, ես չէի կարդացել ու մտածում էի, որ էլի տենց պետքա բացես, հասկանաս ինչ համա լինելու, բայց պարզվում է, այս սրա մեջ էլ է գծու։ Մեր բախտից հիմա չգիտեմ մնացած տարբերակները ոնց են, մեր իմ վերցրածը գծու ստացվեց։ Իմ ու Արտուրի վայելքի ժամն է, երեխեքը քնած են, մենք էլ միշտ այս ժամին կոֆե ենք խմում։ Ամուսնյակս խանութից եկել է, ինձ բերել է վարդեր, խնդրում եմ այստեղ, ու տուշ, լսել է, որ տուշ պետք է գնամ առնեմ, տենց երկու հատ վերցրել է, ասում է փորձի տես որն է լավը, եթե լավը չի, նոր կգնաս քո ուզածը կառնես։ Ասեք, ես չեմ դուք եք, ոնց չգժվես տենց ամուսնյակի համար, էլի խնդրում եմ։ Դե մեր տան սեղենը Արտուրն է միշտ առնում, հեսա ցույց տամ։ Սթեյք է բերել, հեսա կսարքենք, գարի միս է բերել, սրանով խաշլամա կսարքենք, երեխեքի համար սենց հնդկահավի միս է բերել, ձու։ Իդուք դե ինչ հնդկահավ, հնդուշկա։ Ես լսում ինչ ես ասում, անամպեր սպասում էի վեր, սենց կոկոսի համով պեչենիները, սրանք շատ եմ սիրում, ուղղակի ահավոր քաղցրը, որ մի հատ ուտում ես ու վերջ, Արտուրի լեգենդարն իրա սիրելի վաֆլիները, մեկ էլ Դավին սենց պեչենիներ, ես է Դավինն է, ու ջուր, դերք Մատկի թեք ես, հարգարացումները Հելը վաղ կշեր Մատ ես շուտ նեկարեմ իրեք երեքան Այս կտրի կոստը չկտրում էլ է
Ենք ուզում խմենք Արտուրիս հետ, լրիվ մոռացել էինք, ինքը հիշացրեց, ասեց մի հատ լուծվող դիր խմենք կարամելով, ու այսպես համովությունով, ճիշտ է, իր համովությունը այդ սիգարետն է ինքը, սիգարետով է խմում, իմ համարը քաղցր է։ Միշտ լուծվող սուրճը գրեթե միշտ խմում ենք այս կարամելներով, շատ համով է լինում։ Պատրաստվել եմ, արդեն դուրս ենք գալու։ Դրել եմ այս վարդագույն օղերը, այս վարդագույն բլուզի հետ։ Մի րոպե ձակս։ Այս պուպուշկայի ուսակը հետը, դամոչեց կտամ մնացածը։ Ինչ է լինում սովորաբար ես իմ շատ սիրուն պայուսակի մեջ։ Նայք իմ սիրունը, գույները, երեխեքի համար շորեր, երեխեքի համար շորեր, իմ ու Արտուրի համար սուրճ, Դավիթի համար ինչ-որ համով բան, երեխեքի կաթերը շշերով ու ջուր անպայման Դավիթին։ Անպայման ես մի հատ սենց մեշոկը իմ հետ է լինում ամենտեղ։ Հա մեկ էլ պարտադիր իմ ու Արտուրի համար լինում է բան, ինչ-որ քաղցր բան սուրճի հետ, այսինքն իմ էլ եկեք կոնկրետ խոսենք, իմ համար ինչ-որ քաղցր բան, ինքը սենց համ բռնակներ ունի, ինքոն ծոներ է, համ սենց բռնակներ ունի, համ էլ սենց թելերը քաշվում է ու կարողանում ես ուսիդ գցես։ Ասեք որ հավեսիկն է։ Հավ? Ուրախ ես, որ դուրս ենք եկել։ Այս օղերը սառել եմ մոտավորապես մի կես տարի առաջ երևի ու առաջին անգամ եմ իրանց դնում, բայց շատ եմ սիրել, շատ թրենդային են հիմա սրտիկները։ Եկել ենք Սինտրուդեն, հեսա գնանք կենտրոն ձեր համար կնկարեմ, շատ եմ սիրում ստեղ իրականում, так что в Սինտրուդենում ապրում ով վարձով բան գիտի գրեք կոմենտներ, երդեն դրել են, այսպես բաներ են դնում զատիկի համար, թեմայի մեջ է, նոր տարվա համար լույսեր են կախում, հեսա գնանք կտեսնենք, Սինտրուդենչի կսիմ սիրելի, բայ պակ այս նայթ վինգլները, լույսերը խի անջատած է սրանց, սրանք օրենքով լույս չվառեին, Թաղապետարան բող Ես կգնամ գտեմ, խի իրանք կանան մեզ երկու անգամ տուգան են ըտե կանգնելու համար, մենք բողոք չենք կարա գրենք։ մեզնից ինչ բող գրում։ Ճիշտ է, մենք հայավարի ենք էլի ապրում, հələ որ այսենց հեծանիվով գալիս էի դպրոց, սենց թեքվում էի, այս կենտրոնն է իրանց մեռած վիճակա, ոչ մի չկա բաց ինչպես միշտ, տեսա Բրյուսելը չի, սա Սինտրուդեն, որտեղ որ ապրում են միայն
Բելջեր եւ հայեր։ Այ, չես մեկը բացա։ Բայց ես եմ մտնես արդյունս կասեն թակենք, մենք չենք աշխատում։ Նաշեղ են կոսմոն։ Կոսմոն ո՞րն է։ Այն գարնիշ են որ ջուսա։ Հա, այդի բառը չէ ոնց որ։ Այդ դպրոց տենց էի գնում։ Սենց հետանիվով քշում ես, սենց գնում էի ու հասնում էի դպրոց։ Այս իրանց բանն է։ Խույը վիկենդը ուրբաթօրվանից սկսի էլի։ Հա, դրա համար է բաժվան չկա։ Սուպեր։ Այ մոռացել եմ ինչ էին ասում այս շենքին։ Ինչ որ սենց քաղաքի, օй, չեմ կարում ինչ գիտես ոնց է կուլտուրայի տան նման բան է։ Իրանց գրադարանն է կամ։ Չէ, գրադարան չի։ Շատ սիրում տեղաց, տեղից մտնում ենք բաներ ենք վերցնում։ Օրինակ Սինտրուդենի մասին գրքեր են դնում։ Կուլտուրայի տուն է։ Պարկերի հայալի, տենց կուլտուրայի տուն։ Անձրև։ Ես քեզ սիրում եմ Անձրև։ Այս շենքն է։ Ու տենց հա կուլտուրայի տուն կարելի ասել։ Այսինքն հեծանիվով գալիս է, ընենց հավեսեր։ Անդեղ դաժե սենց տժտժալու տեղ է բաց, բա։ Հուսամ հեղինակային իրավունքով չի փակես երկի պատճառով։ Այստեղ ինչ-որ եկեղեցի է։ Մի անգամ ստեղ հարսանիք էր իմ համար շատ տարօրինակ։ Այս մակետ է, որ լույսով գամ դիպլոմիս համար, սերտիֆիկատիս համար անպայման կնկարեմ, օ, ջրերը միացրել են, ինչ ուրախ եմ։ Տեսակնով ինձ հարազատ տեղ եկած լինեմ, լուրջ եմ ասում։ Ստեղ շատ երվաններ է լինում ամառը, որն որ երեխեքը դաժե կարում են բան անեն, մտնեն, վազվզեն։ Այս ճանապարհով եմ գնում դեպի դպրոց, մի փոքր առաջանում եմ ձախի վրա եմ գնում դպրոցը, լավ ցուրտ է։ Ձեր համար իջա որ նկարեմ։ Ու ցուրտ է, ցուրտ է։ Գնացինք։ Այս կողմ խանութներ է գնում, տարբեր, չեղսինց կակաչներ։ Չավես է, կարևոր է Անձրևը, այդ ինչ շատ ագախացնում։ Կարող եմ քիչ տարօրինակ թվում, բայց դե ես լյուբլю Անձրև։ Ցուրտ է։ Ձմեռը հասելտի այս հիմա ցիրկա։ Հայ։ Այստեղ լիքը հետաքրքիր բաներ են, կարուսելներ են դնում, տենց մարկետ են անում, ամանորի հետ կապված, սահադաշտ են սարքում, շատ հավես տեղ է դառնում։ Հիմա էլ ոնց հասկացա վատը չի։ Այսինքն այս գետի մոտ ամուսնուս հետ սուրճ խմեցինք, Անձրևի բարձր հովանու ներքո ու հիմա գնում ենք տուն, շատ ուրախ եմ, շատ մեծ ռելաքս ապրեցի,
Այստեղ էլ նավ է կանգնած։ Меня, когда-то до вас, останемся на память в этих фотографиях.